Հայ ժողովուրդն ունի հազարամյակների պատմություն ու մշակույթ։ Հայ էթնոսի կազմավորմանը զուգընթաց էլ ձևավորվել են հին հայերի հավատալիքները, պաշտամունքն ու դիցաբանությունը։ Հայոց դիցարանում չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախն ու գիտությունները, իսկ մարդակերպ աստվածներին հեթանոս հայերը նվիրել են հատուկ տոներ, նրանց համար արձաններ ու մեհյաններ կառուցել, կենդանիներ զոհաբերել, նրանց անուններով կոչել հայոց տոմարի օրերն ու ամիսները։ Ցավոք, հնագույն այս ժամանակաշրջանից շատ քիչ բան է պահպանվել։ Մեզ հասած այդպիսի մի ժառանգություն է հայոց դիցարանի լույսի ու արևի աստծուն Միհրին նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։ Աստվածները տարիք չունեն, բայց եթե փորձենք պայմանական ծնունդի կոնկրետ շրջան մատնանշել, բացի բանասյական աղբյուրներից հայոց լեռնաշխարհում կգտնենք բազում վկայություններ մեր հնագույն քաղաքակրթություն լինելու մասին։ Մեկը անցած տարի երբ եղանք Պորտասարում, այնտեղ քարերից վրա կար Վահագնի ծնունդի պատկերով քար, որը կարելի է ամեն դեպքում լուսանկարը տեսնել, համացանցում կա, եւ ես չպատմեմ ինչպիսին է, իսկապես փողը կա, եղեգնիկը կա եւ Վահագնը ծնվող կա այդ կրակների մեջից։ Եվ մենք գիտենք, որ Պորտասարը առնվազն 12-13 հազար տարվա հնություն ունի, այդպես է գիտնականների կողմից թվագրվում, դա նշանակում է, որ արդեն 12-13 հազար տարի առաջ ունենք փաստը ժառապատկերային, քանդակային պատկերային ձևով Վահագնի ծնունդի ուրեմն երևույթի, եղեգան փողից դուրս գալու։ Այսինքն մեր լեռնաշխարհը ուղղակի լիքն է ապացույցներով, որ մեր ազգը այստեղ 12-13 հազար տարի առնվազն իր բնորանում շարունակել է ապրել անխզելիորեն եւ իր գիտելիքները փոխանցել։ Հազարամյակներ առաջ հայերը տարին սկսել են գարնանամուտին, ռազմի աստված Վահագնի ծնունդով, մարտի 21-ին գարնանային օրահավասարին, արեգ ամսվա արեգ օրը, հրակած ժամին, երբ արևն հայտնվել է բարձրակետին։ Մեր նախնիների հավատալիքների համաձայն տարին չէր կարող սկսվել ձմռանը, ինչպես եւ օրը չէր կարող սկսվել գիշերով։ Ամեն ինչ պետք է լիներ բնության հետ ներդաշնակ։ Տոնին խորհրդով էլ մարտի 21-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողական ու դասախոսական հանրույթը Գառնիում մասնակցեց հեթանոսական ծիսակատարությանը։ Մենք այժմ գտնվում ենք Գառնիի ամրոցում, այստեղ հայկական ոգին է թագավորում, հին հեթանոսական ոգին, որը հին հայկական քաղաքակրթության կոնկրետ դրսևորումն է այսօրվա հայի վարքագծում։ Մինչ կսկսվեր ծեսը, պատմաբան Վահե Անթանեսյանը հետաքրքիր պատմական էքսկուրս անցկացրեց Գառնու ամրոցի տարածքում, խոսելով տաճարի կառուցման պատմության, դրա դերի ու նշանակության մասին։ Նախ այդ անունը հեթանոսական ինչ է իրենից ներկայացնում, շատ դեպքերում ինքը շատ սխալ ասպեկտով է ներկայացված, թե համացանցում, թե գրականության մեջ, չգիտեմ ինչու, հեթանոսություն ասածը մարդկանց մոտ վայրենություն, բարբարոսության այդ սինդրոմն է առաջացնում, բնավ այդպեսին չի։ Բառը հունարեն էթնոս բառից է առաջացել, որը նշանակում է ազգային։ Գիտենք, որ Հայկ Նահապետը եւ Հայոց ձորի ճակատամարտում հաղթեց Բելին եւ հիմքը դրեց հայոց պետության, Արապտայի եւ տվյալ ժամանակահատվածում, ինչպես պատմահայր Խորենացին է մեզ ավանդում, իր ամբողջ երկիրը ժառանգեց, կտակեց իր զավակներին, դուստրերին, թոռներին, եւ այս տարածաշրջանը հենց բաժին հասավ իր թոռանը Գառնիկին, որից էլ Գառնի անունն է ծագում։ Եվ Գառնյանի ձևով էլ արձանագրված է մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի արձանագրություններում, հետևաբար Գառնին որպես այդպիսին ի սկզբանե ծառայել է որպես ռազմավարական կառույց, ամրոց, եւ այդ իմաստով ուզում եմ ձեզ ավանդել նաեւ մի հետաքրքիր բան, համաշխարհային ռազմարվեստի տերմինոլոգիայի մեջ նաեւ գառնիզոն տերմինը անվանումը հենց Գառնիի հետ է կապված, եւ այստեղ առաջին դարում տեղակայված են հռոմեական լեգիոնները եւ նրանք բնականաբար
ոնց են տեղակը կոչում գարնիզոնա լատինատար եւ այդպիսով հենց գարնիզոն տերմինն է ցակել եւ մտել համաշխարհային ռազմարվեստի տերմինոլոգիայի մեջ։ Ես նախ ուզում եմ ներկայացնել տաճարի կառուցման հետ կապված այն թյուր կարծիքը, որ կա, որ Տրդատ առաջինը այստեղ կառուցել է 70-ական թվականներին, կոնկրետ տարբեր թվականներ են շեշտում, բայց հիմնականում կանգ են առնում 78 թվականի վրա Գառնիի տաճարը եւ ցավոք սրտի զբոսավարները որպես կանոն ներկայացնում են ինքը որպես հունահռոմեական մշակույթ, հելենական մշակույթ, ինքը բացարձակ կեղծիք է։ Դարձյալ մի սխալից խոսենք, որ այստեղ շեշտվում է, որ հենց Ներոնի պատվին կամ Ներոնի փողերով կառուցվեց Գառնին, բնավ նման բան չկա։ Ներոնը որպես պարտվող գահակալ ուղակի վճարել է ռազմատուգանք հայոց արքային Տրդատին եւ այդ ռազմատուգանքի գումարով բնականաբար Տրդատը պիտի վերականգներ ավերված մայրաքաղաք Արտաշատը եւ իր համար ինչ կուզեր կկառուցեր եւ բնավել Գառնիի տաճարը նվիրված չէր ինքը Ներոնին նման բան չկա դա կեղծիք է եւ ինչ որ մեկի հիվանդագին երևակայության արդյունքն է։ Տեղանքում գտնվող պատմամշակութային մասունքները ցուցադրելով Վահե Լորենցը ներկայացրեց մի շարք հետաքրքիր դրվագներ մեր պատմության ու արժեքների մասին, որոնք ժամանակի ընթացքում կորսվել ու այլափոխվել են, եւ միայն այսօր փորձում ենք վերադառնալ ակունքներ ու ճանաչել մեր ինքնությունը։ Վիշապաքարերը ջրի պաշտամունքի, աստղի դիցու պաշտամունքին նվիրված կոթողներ են եղել։ Տեսնում եք լատինատար արձանագրություն, որ գտնվել է ժամանակին, ասենք Գառնիի տարածքում, Գառնի գյուղի մոտ, ասենք եւ տվյալ դեպքում ինքը շինարական բնույթի արձանագրություն, որը վկայում է հռոմեական լեգիոներները այստեղ որոշակի գործունեություն են ծավալել, ամրոց չգիտեմ ինչ են վերանորոգել եւ ինքը արժեքավոր է այնքանով, որ հենց հավաստում է, որ Գառնին ժամանակին ամենաուժեղ ռազմաստրատեգիական կայանն էր, որ հսկում էր ամբողջ տեսադաշտով Արարատյան գոգավորության եւ Արարատյան դաշտի վրա։ Տաճարի ներսը, որ մենք կբացանանք, կտեսնենք, որ մի խոր փոս կա, այդ փոսը դարձյալ շատ կեղծիքների եւ սխալ տեղեկատվության տեղիք է տալիս, ես ինքը շատ եմ ասել, որ զբոսավարներ ասում են, այստեղ զոհաբերություններ են կատարել եւ արյան համար է։ Դուք պատկերացնում եք ինչպես պիտի խեղծրին համոզեին, որ բարձրանալ տաճար մտներ, տաճարում էլ այրուն հեղեն։ Նման բան չի եղել, դա մեր արժեհամակարգում չի եղել։ Ծեսերը զոհաբերությունները կատարվել են տաճարից դուրս, ուրիշ բանի համար է այդ փոսը։ Արգիշտի արքայի թողած արձանագրությունը, որտեղ ինքը նշում է, որ Գառնյանը երկիր ազատագրեց եւ այստեղից 6000 գերի տարավ։ Անդրադառնալով օրվա խորհրդին պատմաբանը պատումներ մեջ բերեց հայոց դիցարանի զորության աստված Վահագնի ու նրա սիրուհի Աստղիկի մասին։ Այստեղ մենք գործ ունենք հենց Վահագնի եւ Աստղիկի սիրո պատմության հետ, որ ավանդույթի ձևով մեզ է ավանդվել։ Ինչու՞մ է խնդիրը, երբ այդ բազում աստվածներ կային մեր դիցարանում, նրանց մեջ մեկը հենց վիշապն էր, որը առհասարակ Եհովայի, Յահվահին, դերքի զորության հետ է նույնացում, շատ դեպքերում աժդահա կանունը նաև ունի հայկական էպիկական պատումներում։ Եվ երբ վիշապը գողանում է Աստղիկին, սիրո դիցուհուն, Արարատի երկրից պակասում է սերը, զորությունը եւ ջրերը բոլոր ցամաքում են, քանի որ Աստղիկը ինքը այդ կենարար աղբյուրի կենարար ջրի Հովանի դիցուհին էր եւ Վահագնը նրա սիրեցյալը դուրս է գալիս Աստղիկին որոնելու։ Եվ որոնում գտնում է Արարատում մի մեծ փոսի մեջ, խոր վիրապի մեջ թաղված, եւ հենց այդ դաշտում ինքը մենամարտում է վիշապի հետ եւ հաղթում դրա համար կոչվում է Վահագն վիշապաքաղ։ Եվ իր թուրքեծակիով տալիս ճեղքում է այդ փոսի բերանը փագող 40 ջաղացի քարը, 40 գոմշի կաշիները, այսինքն տեսնում եք, սա էպիկական անդրադարձը մենք ունենք Սասմա ծռեր մեր ազգային էպոսում։ Ազատում իր սիրեցյալին Աստղիկին եւ նրան գրկած տանում դեպի Արաքսը։ Եվ քանի որ սեր չկար, Աստղիկը առևանգված էր, ամբողջ դաշտը փուշ ու տատասկ էր, եւ Աստղիկը արդեն թուլացած ոտքերից արյուն է կաթում եւ ամեն կաթած տեղը վարդի մի թուփ է բուսնում։ Եվ Վահագնը տանում իր սիրեցյալի ոտքերը Արաքսի ջրերով լվանում է եւ անմիջապես ծաղկում է ամբողջ Արարատի երկիրը։ Վարդավառի խորհուրդը հենց այստեղից է գալիս։ Արևը կիզակետում է, մեկնարկում է սրբազան ծիսակարգը, սպիտակ թիկնոցով սուրը ձեռքերին 3 քրմերը բարձրաձայն քոչելով փառք Վահագնին ազդարարեցին հեթանոսական օրացույցով 9599 թվականի սկիզբը։ 9000, եթե մենք Հայկ Նահապետին ընդունում ենք 7000 տարի մեր թվականությունից առաջ, բարձ բանա 2000 էլ գումարեք 9000, դա նորմալ է։ Ով Աստվածամայր Անահիտ, դու ծնումի խորհուրդ անցկալի,
Պտղաբերումի մի ամբողջ աշխարհ գութի խնկարկում, սիրո մեղեդի, կարոտի խորան երջանկության բույր։ Դու Աստվածամայր ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի։ Ով Աստվածամայր Անահիտ, Հայր արայի կամքով ու քո հովանավորությամբ օծում եմ այս տարեհացերը, որ Վահագնի հրով օծվելով արիները վայելեն այն ու այդ զորությամբ ապրեն ու երկնեն Աստվածամարդուն վայել կերպով։ Փառք Մայր Անահիտին։ Սրբազան կրակով առաջնորդվելով քրմերը սրերով օրհնեցին գինին ու գաթան, ապա ուռեն ու օրհնված ճյուղեր բաժանեցին ներկաներին։ Նոր տարին կամ Վահագնի ծնունդը Գառնիի տաճար էր բերել ոչ միայն հարյուրավոր արորթիների ու հետաքրքրվածների, այլև օտարազգի զբոսաշրջիկների, որոնց համար ևս այսօրը տոն է։ Մենք արմեն ենք, Աստվածամարդ, մենք սերում ենք Արարչից։ Արարչի անմիջական ժառանգներն ենք հողագնդի վրա մեր առանձնահատուկ առաքելությամբ, ի տարբերություն մյուսների։ Հայկական դիցարանի հրածին Աստծո ծննդին նվիրված երգերը, հայրենասիրական պարերն ու ռազմախաղերն էլ ապահովեցին խրախճանքն ու ավելի բարձրացրին հավաքվածների ազգային ոգին։ Ավանդույթը շարունակելով այս տարի էլ կազմակերպվեց ծիրանատունք։ Հաղթության Աստծո ծննդյան ծեսի անբաժանելի մասը ծիրանենու ծառ-զարդարն է, որն անշուշտ ժամանակակից տոնածառի նախահայրն է։ Ըստ խորհրդի գույնզգույն ժապավենները ծառին կապելիս պետք է երազանք պահել, իսկ ժապավենը հնարավորինս թույլ կապել, որպեսզի քամին այն արձակի ու մարդու երազանքը դեպի կատարում տանի։ Առհասարակ կենացառը ինքը հայկական արժեհամակարգն է, հենց Հայաստանից է գաղափարը տարածվել նաև արևելքի մյուս ժողովուրդների մոտ։ Հայրս ծառ-զարդարի սովորությունը հազարամյակների խորքից է գալիս, նվիրված է ինքը մեր հենց առաջի հերթին հենց Անահիտ Աստվածուհուն, բայց առհասարակ բոլոր ծեսերին, բոլոր տոներին ծառ-զարդար ունեցել ենք։ Մի խոսքով պետք չի տոնածառի այդ սովորույթի արմատները որոնել Եվրոպայում, մանավանդ միջնադարում, ուշ միջնադարում։ Շիրակի Մայրբուհի դասախոսները դրական են համարում նման ձեռնարկները։ Ուսանողներից ոմանք էլ առաջին անգամ էին Գառնիում եւ տպավորված էին ոչ միայն մեր պատմամշակութային ժառանգությամբ, այլ նաեւ դարերից եկած ու այսօր էլ նշվող ծիսական արարողությամբ։ Մանկավարժական ինստիտուտի ուսանողների այցելությունները պատմական Հայաստանի մշակութային վայրեր, դա ոչ միայն ուսուցողական նշանակություն ունի, ոչ միայն գիտելիքներ է հաղորդում, այլև նպաստում է, որպեսզի մեր ուսանողների երիտասարդության հոգևոր աշխարհում վերականգնվի հայկական ոգին, կարողանան ճիշտ մտածել եւ արժևորել այն արժեհամակարգը, որը իշխել է, գոյություն է ունեցել հին շրջանում։ Ամանորի տոնակատարությունը համարելով սնուցման ու զորացման աղբյուր, ամեն տարի այսօրը հրածինները սնվելով Վահագնի հրով նոր բնական պարբերաշրջան են թևակողում, հզորանալով արևի կենսատու էներգիայից եւ կրակով մաքրագործելով նախորդ տարվա ընթացքում կուտակված չար էներգիան։ Մերիա Ղաբաբյան, Մարտին Գևորգյան, Սոս Մակցյան, ԳՊՄ-ի լրագիր։